Պատերազմի 5-րդ օրն էլ Իրանը շարունակում է հարվածների թիրախում պահել ծոցի նավթագազային ենթակառուցվածքները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը չորեքշաբթի էր հայտարարել, որ իր վերահսկողության տակ է Հորմուզի նեղուցը ու սպառնացել էր, որ Իրանը հրթիռային հարվածներ կհասցնի ցանկացած երկրի, որ կհանդգնի վառելիք վերցնել նեղուցից։ Նեղուցի երկու կողմերում տասնյակ տանկերներ և բեռնատար նավեր են կուտակված։ Խաղաղ պայմաններում օրական մոտ 60 նավեր անցնում Հորմուզով։ Տնտեսական ինչ դժվարություններ կունենա աշխարհը նավթի գործարանների թիրախավորման հետևանքով։ Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանի համոզմամբ վնասներն ակնհայտ են անգամ հիմա, պատերազմի 5-րդ օրը։ Առաջին հետևանքն է, որ նավթի գները կբարձրանան, ընդհանրապես էներգակիրների նավթի եւ գազի, որովհետև Պարսից ծոցով է գնում մոտապես համաշխարհային նավթի 20%-ը եւ գազի 30%-ը։ Գնաճի աննախադեպ տեմպ է արձանագրում փորձագետը, վերջին 1.5 տարում առաջին անգամ նավթի գինը հատել է $80 շեմը։ Եվրոպայում հում նավթի գինը բարձրացել է 60-ից դառնալով $80, 45-ից 50%-ով աճել է հեղուկ գազի գինը։ Սա բերում է էներգակիրների թանկացմանը ու հասկանալ է առաջին հերթին հարվածում են երկրները, որոնք դրա հիմնական ներմուծողներն են։ Դա Եվրամիությունն է, դա Չինաստանն է, դա ասիական երկրներն են, որտեղ նաև այդ Պարսից ծոցից դուրս եկող նավթի համեթե 80%-ը գնում է ասիական երկրներ։ Իրավիճակից կօգտվի Ռուսաստանը, կարծում է Մանվելյանը։ Հնդկաստանն արդեն դիտարկում է Դաշնությունից նավթի ներկրման ծավալներն ավելացնելու հնարավորությունը։ Չինաստանը ևս այլընտրանք չգտնելու դեպքում կդիմի Ռուսաստանին։ Նույնիսկ այն երկրները, որ քաղաքական պատճառներով հրաժարվում էին ռուսական նավթից, այն համարելով արգելված պտուղ, փորձագետի համոզմամբ ստիպված կլինեն դավաճանել իրենց սկզբունքներին, Ռուսաստանից նավթ գնել թեկուզ շատ բարձր գնով։ Ստացվում է միջազգային շուկան էներգակիրներով սնուցող աղբյուրը կփոխվի, պայմաններ թելադրող կդառնա Մոսկվան։ Դա վերաբերում է նաև գազի հոսքերին։ Ճիշտ է, Ռուսաստանը քիչ է գազ արտանում դեպի Եվրոպա, բայց երկու հիմնական գազամուղը դեպի Թուրքիա գնացող, դա կապույտ հոսքն է եւ թուրքական հոսքը, երկուսն էլ կան։ Սա նշանակում է, որ այդ գազամուղերը կսկսեն ավելի մեծ քանակությամբ գազ արդյունանել, արտահանել դեպի Եվրոպա եւ Եվրոպան այս բանը այլընտրանք չունի, էլի։ Հնգորիա պատերազմի հետևանքները արդեն տեսանելի են նաև Հայաստանում։ Բենզինի գները սկսում են թանկանալ։ Եթե Իրան, Իսրայել, ԱՄՆ պատերազմը ավելի երկար կյանք ունենա, հնարավոր է նաև Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը տուժի, կարծում է էներգետիկ փորձագետը։ Այսպես կոչված գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային պայմանավորվածությունը կարող է չեղարկվել, եթե հարված ստանա իրանական գազամուղը։ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։